Սայաթ Նովա փողոցի մեջտեղում ու հենց դրամատիկական թատրոնի շենքի դիմացի մայթ տանող գծանշումը ենթադրելի է, որ թատրոնի բազմաթիվ հանդիսատեսի համար, բայց ոչ խնդրանքով է գծվել։ Բայց դեղինքիցը մայթից մայթ անվտանգ անցում չի երաշխավորում։ Առավել ևս, որ մի քանի մետր այն կողմ ավելի տեղին կահավորված հետիոտնային լուսակիրներով անցումներ կան գծված։ Ոչ ճիշտ տեղում արված դեղինքիցը միայն փորձանք է բերում։ Սա էլ ասում են թատրոնի աշխատակազմը, փողոցին հարող սպասարկման օբյեկտների աշխատողները, որոնք վրա երթերի ականատեսն են լինում։ Անցումը տեղում ու տեղին չէ, Սայաթ Նովա փողոցում արագ երթևեկություն է, հետիոտն էլ վարորդն էլ անհամբեր ու անզգույշ։ Այս 5 օրվա մեջ 2 դեպքի ես եմ ականատես եղել արդեն, մեկը 20 տարեկան տղա էր, վարորդը աղջիկ էր, մեկն էլ 3 էր։ Այդպես օր չկար, ստեղ դեպք չեղնի։ Մենք նույնիսկ թատրոնի աշխատողին խփեցին մեքենայի տակ, կոտրված ստացավ, մարդը 2 ամիս հիվանդանոց բարգավ։ Ամեն ներկայացումից հետո մոտ 1000 հանդիսատես դուրս է գալիս։ Հələ ներս մտնելը մաս են ներս մտնում, բայց դուրս գալուց այստեղ մի ահավոր պատկեր է, որը հնարավոր չի նկարագրել։ Ես ինքս վարորդ եմ ու չեմ կարող ասել, որ միանշանակ վարորդներն են մեղավոր, երբեմն հետիոտն էլ, այսինքն որտեղից պատահում անցնում է ու շատ վտանգավոր է։ Ով է ավելի մեղավորը, ազնիվ պատասխան դժվար է ակնկալել, եթե գործին չի խառնվում ճանապարհային ոստիկանը կամ պարեկը։ Բայց խնդիրն այնքան մտահոգիչ է, որ ուշադրության հրավիրելու հարցը կարգավորելու պահանջով են ներկայանում թատրոնի ու խանութների աշխատողները։ Ուշադրության արժանացնելու համար շատ կարճ ժամանակով փակ պահեցին երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցը։ Վարորդների ազդանշանները անհանգստության տեղիք տվեցին, փողոցը բացելու գործին խառնվեց պարեկային ծառայությունը։ Պարեկները նախ առաջինը ճշտեցին փողոցը փակելու պատճառները։ Կամ լուսացույց տրվի կնոպկով, որովհետեւ քաղաքացիները անվտանգ հադեն փողոցը կամ անցումը հանվի։ Մեր ակցիան կայանում է դրան։ Ես լսել ձեզ, ասում եմ վերադարձության կարգում ենք տեղակ կպահենք ձեր պահանջը, ձեր կադրավակցիայի մասին եւ ձեզ կտեղեկացնենք։ Ինչպես հարցին լուծում տալ թատրոնի ու սպասարկման օբյեկտների աշխատակիցներն առաջարկեցին բացի գծանշումներից ազդանշանով կարգավորել, լուսացույց տեղադրել կամ վերկետնյա անցումներ կառուցել։ Այստեղ ոչ թե զեբրայի հանելու խնդիրն է, այլ ավելի շուտ ինչ-որ կարգավորում կամ վերանցումային ինչ-որ նախագիծ կամ արգելագող ինչ-որ բաներ, կամ լուսացույց, ինչ-որ հարցի լուծում վերջապես։ Դրա համար ցանկալի է ոնց որ բոլոր տեղերում անպայման լուծեն սվետաֆորի հարցը, ցանկալի է վերևից տրվի կնոպկայով, որովհետեւ մարդիկ կարողանան հասնել։ Մեր խնդրանքը ինչ է, որ այն ովքեր իրավասու են, ովքեր կարող են լուծել այս խնդիրը, լուծեն այնպես, որպեսզի եթե թատրոնից հանդիսատեսը դուրս է գալիս, առավել եւս պատանի հանդիսատեսը, լուծվի այս խնդիրը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի պետը ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պարզաբանեցին, որ խնդրի լուծումն իրենց կարգավորման դաշտում չէ։ Ճանապարհային նշանների, նոր լուսացույցների կամ հետիոտնային անցումների հարցերով զբաղվում են համայնքային իշխանությունները, իսկ հետիոտնային անցումներից օգտվելու խնդիր իրականում ըստ պատասխանատուների բոլորն ունեն։ Ամեն ինչը Ոչ թե ես կայ ճամփապագի ուշակար եմ։ Ոչ վարորդից է, ոչ հետիոտից է, այդ ամեն ինչը բոլորից է։ Միանշանակ։ Հետիոտը իր երթին դի ուշադրելի, վարորդը իր երթին ուշադրելի, նորս է բոլորս ներկա են։ Մարդիկ անցնելուց նայում են մի կողմ։ Չեն նայում, ապահովա մեքենան կանգնած է կանգնած։ Մեզ առաջարկեցին գրեք քաղաքապետարան թիմում, քաղաքապետարանը համապատասխան բաժին կուղորդ է մեր թիմումը, այդ համապատասխան բաժինը կուղորդ է համապատասխան մի այլ բաժին, այդ ընթացքում մենք այստեղ կունենանք մոտավորապես մի 20 հատ վրաերթ, մինչև այդ հարցը լուծվի։ Սայաթ Նովա փողոցը միակը չէ քաղաքում, որտեղ հետիոտնային անցումներ են գծվել սխալ կամ անհարմար տեղերում։ Երթևեկության նշաններով փողոցները կահավորելու գործառույթները, որոնք համայնքային իշխանությունների վրա են տրված, սա ևս ժամանակին դժգոհելու առիթներ է տվել։ Խնդիրը բարձրաձայնողները պատրաստվում էին այսօր արդեն գրություն ներկայացնել քաղաքապետարան։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։